Նիկոլ Փաշինյանն այսօր փոքրաթիվ թիմակիցների հետ Արմավիրի մարզի Այգեշատ համայնքում էր, մասնակցելու կիրակնօրյա պատարագին։ Փաշինյանին այսօր ուղեկցում էին մամուլի խոսնակը, մի քանի ԿՊԱ-ական պատգամավոր, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Արմավիրի մարզպետը։ Եկեղեցու բակը նույնպես մարդաշատ չէր։ Այսօրվա պատարագն անձամբ մատուցել է թեմի առաջնորդը։ Սիոն Սրբազանն անգամ կատարել էր Փաշինյանի պահանջը եւ եկեղեցում տեղադրել Հայաստանի դրոշը։ Թեմի առաջնորդի հետ այսօր պատարագին ներկա էր նաև նախորդ շաբաթ Գյումրիի 7 վերք եկեղեցում պատարագ մատուցած եւ հանրության շրջանով շրջիկ քահանա անվանումը ստացած Տեր Մկրտիչ Մուշադյանը։ Նա Նյուզեյեմի հետ զրույցում անդրադարձել է համացանցում հայտնված իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութին։ Դա ստրիպի ակումբ չի եղել է, ես ասացի, մեկնաբանեցի առավոտին։ Դա եղել է Էջմիածնի Արար ռեստորանում 2024 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին նոր տարվա հանդիսություն հարազատներով մոտավորապես 100 հոգի ընտանեկան եւ 35-ամյակ ծննդյան, որտեղ մասնակցել եմ խնջույքի, ինչ կատել, անհարիր ուղղակի ներկայացրել են այդ ամբողջ վիդեոն, կտրել են, խնդիր են սարքել ու դրել են ստրիպ ակումբում, այդ, իսկ եթե ումը պետք է ճշտելու, ինքը պարզ կնայի կհասկանա, որ դա ռեստորանը ոչ թե ստրիպ ակումբ է։ Արդեն երկրորդ անգամ է Նիկոլ Փաշինյանի հետ պատարագին մասնակցում է նաև Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Նա լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց գործողությունները հանուն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի են եւ ամենայն Հայոց կաթողիկոսության։ Վեհափառ Հայրապետին այսօր էլ պատրաստ է վարչապետը երկրի ընդունել, իրեն հետ խոսել եւ այո անձամբ է ասել ընդունել, խոսել եւ նրա հետ քննել եւ իր հանգստի կոչվելու եւ հետագա Մայրաթորին վերաբերող եկեղեցին վերաբերող բազում հարցեր, որովհետեւ լեցուն խնդիրներ կան, միայն կաթողիկոսի հրաժարականով հարցը չի լուծվում, որովհետեւ այնտեղ կան շատ հարցեր եւ այդ հարցերը կարող են լուծել այսօրվա գործող ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Արձագանք ինչպիսին է եղել ամեն հայոց կաթողիկոսի կողմից։ Առայժմ դեռ տեղյակ չենք։ Կարծում եմ փոխանցվել է։ Ունեն երեխաներ, այդ թվում նաեւ ձեր անվան հետ են կապում, որ ունեք կին եւ երեխաներ։ Այդ մասին շատ պատասխանել եմ չեմ ուզում։ Եվ մի չի ընդունել Վեհափառ Հայրապետ այդ առաջարկը, այդ հրավերը վարչապետին։ Ես անկեղծորեն տեղյակ չեմ։ Վեհափառ Հայրապետը ժամանակին չի ընդունել, երբ որ ամիսներ առաջ, շատ ժամանակներ առաջ դիմում ենք, ասում ենք, հանդիպեք, խոսեք, այս ամբողջ ընթացքում, գուցե նա ցանկացել է, բայց միշտ կարծեք, թե ինչ-որ մի ուժ, ինչ-որ մի տեղից, կարծեք, դա խանգարել է։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սյունիքից վերադառնալուց հետո արձագանքել է ԿՊԱ-ական պաշտոնյաներին, որոնք 2 օր է հետևում են շարժման հայտարարություններին եւ ամեն կերպ փորձում հերքել դրանք։ Մասնավորապես թեժ բանավեճի առարկա էր դարձել հարցը արդյոք Սյունիքում դպրոցներ են փակվել, թե ոչ։ Սոցիալ նախարարը հայտարարել է, որ մենք չենք փակում դպրոցները, ես հայտարարել եմ եւ ցույց է տվել այն դպրոցները, որ փակում են։ Մենք չենք փակում դպրոցները, այլ մենք միավորում ենք դրանց։ Սյունիքի մարզում միայն 45 մոտավոր դպրոց է փակվում, իսկ միավորվելու փակվելու տարբերությունը կարող եմ շատ պարզ ասել, երբ մի համայնքում կա երկու դպրոց եւ երկու տեղ քիչ աշակերտներ, միավորում են, մի դպրոց է մնում, բայց երբ 5 տարբեր համայնքի դպրոցները փակում ես եւ սարի ճանապարհով մարդկանց 10 կիլոմետր տանում ես ուրիշ դպրոց երեխային ձմեռը, ինձ թվում է դա միավորել չի, դա ուղղակի փակել է եւ նաեւ գյուղի աշխատող պետական պետությունից ֆինանսավորում ստացող ուսուցիչներին դու կրճատում ես, այսինքն գյուղի վերջի պետական աշխատողները կրճատվում են եւ այլ գումար չի մտնում գյուղ։ Կարելի է ասել գյուղի տնտեսական էջը փակվում է։ Իսկ այդ պատճառով այն պնդումը, թե միավորում են եւ ոչ թե փակում, իրավացի չէ, փակվում է։ Եթե միավորվի, պետք է մի համայնքում միավորվի։ Իսկ դուք տարբեր համայնք եք տեղափոխում մարդկանց։ Նաեւ Սյունիքի մարզպետը հանդես եկավ հայտարարությամբ, որով ասեց, որ Սյունիք երբևէ չեղած մարդիկ եկել են եւ Սյունիքից են ուզում խոսեն,
Պարոն մարզպետը հանձնարարական է ստացել ինչ-որ ստատուս գրի, բայց չի ուսումնասիրել իմ կենսագրությունը, չգիտեմ կրկնեմ թե չկրկնեմ, մայրական կողմս Գորիսից է, արմատներով տեղ գյուղից, այնտեղ գյուղից, որից հարյուրավոր հեկտարներ հայկական լեգիտիմ տարածք ձեր ղեկավարի բանակցության արդյունքում հանձնվել է Ադրբեջանին առանց որևէ լուրջ հակազդեցության, չեմ ասում ռազմական, դիվանագիտական հակազդեցության։ Եվ այդ իսկ պատճառով տեղ գյուղի ամբողջ գյուղատնտեսությունը, որպեսզի հասկանաք, անասնագլխականակը 2 անգամ նվազել է ձեր կառավարման արդյունքում։ Ու ինչքան գիտեմ, հենց ձեր պաշտոնավարման ընթացքում դուք այն մարզպետն եք, ում ժամանակ 45 դպրոց է փակվել ձեր մարզում, գյուղերի դպրոց, փակվում, դրվել ծրագրի տակ։ Ինչ վերաբերում է Սյունիքի տեղի իմանալուն, ինձ թվում է ձեր նշանակվելուց առաջ ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք մինչև ձեր նշանակվելը։ Այսօր կայացել է Հայ ազգային կոնգրեսի համագումարը։ Համագումարի ընթացքում կուսակցության նախագահ է վերընտրվել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ ՀԱԿ-ը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Հանրապետության հրապարակում այսօր վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Հրապարակը լեփ-լեցուն էր, հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել մասնակցելու տոնական միջոցառմանը։ Նշենք, որ քաղաքապետարանը 607 միլիոն դրամ է հատկացրել ամանորյա զարդարանքի համար։ Իսկ ապարանում երեգիշեր ուժեղ քամու հետևանքով վնասվել է ամանորյա զարդարանքը։ Քաղաքապետարանից հայտնել է, որ տոնածառը, հարթակը եւ կամուրջը լուրջ վնասներ չեն կրել։ Վնասները լուրջ են մի շարք այլ հատվածներում, բայց տոնածառը չի տուժել, պարզաբանել են համայնքապետարանից։ Վրաստանում կայացած մանկական Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում հաղթել է Ֆրանսիան։ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը 4-րդ տեղը զբաղեցրեց։ Նշենք, որ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականներում նույնպես հայ երեխաներ էին՝ Ուկրաինան եւ Վրաստանը ներկայացնող։ Նշենք, որ առաջին անգամ Ադրբեջանը միավոր է տվել հայ մասնակցին։ Ահաբեկչություն է տեղ ունեցել Սիդնեյի լողափում։ Խանուկայի տոնակատարության ժամանակ հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Զոհերի թվում երեխաներ կան։ Ոստիկանությունը հայտնել է, որ 2 հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը ձերբակալվել։ Հանրապետության տարածքում առաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում դեկտեմբերի 16-ին։ Օդի ջերմաստիճանն այս գիշեր կնվազի 4-ից 5 աստիճանով, իսկ վաղը եւս 2-ից 4 աստիճանով։